1908 թվական, ամառ, Կոստանդնուպոլիս։ Թուրքիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում։ Քաղաքում թևածում է հույսն ու ապագայի նկատմամբ հավատը։ Հաստատվել են սահմանադրական կարգեր, իսկ սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում իշխանությունը փաստացի անցել է երիտթուրքերին։ Միթե մուսուլմաններն ու քրիստոնյաները վերջապես հավասար իրավունքներ կունենան։ Միթե արյունալի ջարդերի շրջանն ավարտվել է։ Եվ միթե արևելյան նահանգներում այլևս չեն վախենալու մուսուլման ժանդարմներից և պաշտոնյաներից։ Հայ հեղափոխականները դուրս են գալիս ընդհատակից և երիտթուրքերի հետ միասին ծածանում ազատության, հավասարության և եղբայրության դրոշակները։ Սակայն այս պատմությունը լի է անհիմն լավատեսությամբ և միևնույն ժամանակ զերծ այդքան կարևոր իրատեսությունից։ Իրատեսություն, որի պակասը հաճախ դառնում է ժողովուրդների կործանման պատճառ։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք երիտթուրքերի մասին, թե ինչպես նրանք եկան իշխանության և թե ինչպես էր հայ ժողովուրդը հույս էր փայփայում խաղաղության և տարված էր ազատություն, եղբայրություն և հավասարություն կարգախոսներով, այնպես, ինչպես այսօր։ Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Հենց կայսրության բյուրոկրատական և ռազմական մեքենայի ներսում ձևավորվեց մի ուժ, որը ի վերջո մարտահրավեր նետեց հենց վարչակարգին։ 1889 թվականին Ստամբուլի ռազմաբժշկական ակադեմիայում ձևավորվեց մի գաղտնի կազմակերպություն, որը կարևոր դեր խաղաց կայսրության և նրա ժողովուրդների պատմության հարցում։ Հենց նրանից հետագայում ձևավորվեց Միություն և առաջադիմություն կոմիտեն, երիտթուրքերի շարժման միջուկը։ 1890-ական թվականների երկրորդ կեսին Օսմանյան քաղաքական արտագաղթի հիմնական կենտրոնը դարձավ Փարիզը։ Սա ուշագրավ ժամանակաշրջան էր, երբ և հայերը, և թուրքերը ակտիվ երկխոսություն էին վարում, քանի որ երկու խմբերի առաջնային խնդիրն էր պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Եվ հայերը, և թուրքերը ձգտում էին երկրի արդիականացմանն ու իրական բարեփոխումների։ Հենց այստեղ էլ ի հայտ եկավ հիմնական թևը, որը հետագայում դարձավ Միություն և առաջադիմություն կոմիտե, իսկ հիմնական շարժիչ ուժն ու ոգեշնչողը Ահմեդ Ռիզան էր։ Սակայն ով էր Ահմեդ Ռիզան։ Նա օսմանյան վերնախավի դասական ներկայացուցիչ էր, ում պապը նախարար էր, իսկ հայրը սենատոր։ Ահմեդ Ռիզան կրթություն էր ստացել Ֆրանսիայում։ Նա նոր և արագ զարգացող երիտասարդ քաղաքական ուժի առաջնորդն էր, հաջողակ և էլիտար եվրոպական կրթությամբ։ Փարիզում թուրքերի հետ միաժամանակ ակտիվորեն գործակցում էին հնչակյաններն ու դաշնակցությունը։ Սակայն շատ կարճ ժամանակ անց հնչակյանները հրաժարվեցին թուրքերի հետ համագործակցությունից։ Մինչդեռ դաշնակցության ներկայացուցիչները, շարունակելով փոխգործակցությունը, այն պատճառաբանում էին Համիդյան վարչակարգը տապալելու նպատակով։ Առաջին գաղափարական տարաձայնությունները սկսվեցին Համիդյան ջարդերից հետո։ Եվրոպական մամուլի և հենց կառավարության ներսից սկսեցին մեծանալ ճնշումները սուլթանական ռեժիմի վրա։ Հայերը պահանջում էին արագ բարեփոխումներ արևելյան հատվածում և անվտանգային միջազգային երաշխիքներ։ Մինչդեռ Փարիզի երիտթուրքերը գործընթացին ավելի հանգիստ էին հետևում և կտրականապես դեմ էին եվրոպական միջամտությանը և առանձին շրջաններին հատուկ կարգավիճակի շնորհմանը, դա համարելով կայսրության տարածքային ամբողջականությանը սպառնացող անմիջական վտանգ։ 1896 թվականին հայ հեղափոխական դաշնակցության կողմից Օսմանյան բանկի գրավումը հայկական հարցը տեղափոխեց համաեվրոպական հարթակ։ Առաջին անգամ հայերը սկսեցին հիշատակվել ոչ միայն որպես կայսրության քրիստոնյա զոհեր, այլ որպես արմատական գործողությունների ունակ կարևոր դերակատարներ։ Այս ժամանակահատվածում երիտթուրքերի շրջանում սրվեցին վեճերը երկու հիմնարար հարցերի շուրջ։ Թույլատրելի է արդյոք օտարերկրյա միջամտությունը կայսրության ներքին գործերին և արդյոք պետք է համագործակցել հայ հեղափոխական կազմակերպությունների հետ։
Տարագրված թևի առաջնորդ Ահմեդ Ռիզան այն դիրքորոշմանն էր, որ բարեփոխումները պետք է գան ներսից եւ կայսրությանը կախվածության մեջ չդնեն արտաքին ուժերից։ Ի տարբերություն նրա, դաղստանյան ծագումով օսմանյան մտավորական Մուրադ Բեյ Միզանչին հայկական ուժերի հետ ավելի սերտ համագործակցության կողմնակից էր եւ կայսրության վրա արտաքին ճնշումը համարում էր սուլթանական ռեժիմի դեմ պայքարի արդյունավետ գործիք։ Չնայած փոխադարձ անվստահությանը, երկու կողմերն էլ, եւ հայերը եւ թուրքերը, հասկանում էին, որ անհրաժեշտ է համակարգված աշխատանք Աբդուլհամիդ II-ի ռեժիմի դեմ։ 1898 թվականի գարնանը Միություն եւ Առաջադիմություն կոմիտեն կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել։ Երիտուրքերի հայկական կուսակցությունների հետ երկխոսության ձգտումը պայմանավորված էր մի շարք գործոններով։ Հայերի շրջանում ընդհատակյա ցանցի եւ իրական պայքարի փորձի առկայություն, ինչը թուրքերը դեռևս չունեին, ինչպես նաեւ եվրոպական մամուլում հայերի հանդեպ համակրանք եւ տնտեսական մեծ ներուժի առկայություն։ Հայկական կոմիտեները իրենց հերթին երիտուրքերին դիտարկում էին որպես պոտենցիալ դաշնակիցներ սահմանադրական ռեժիմի համար պայքարում, սակայն կասկածում էին իրական բարեփոխումների, նրանց պատրաստակամությանն ու մուսուլման բնակչությանը մոբիլիզացնելու նրանց կարողությանը։ Այս զգուշավոր մտերմությունը վերածվեց քաղաքական համագործակցության։ Ռազմավարական շահերի թվացյալ համընկնումը թույլ տվեց նրանց գործել միասնական ճակատով։ Եվ ահա 1902 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցավ Փարիզյան համաժողովը արքայազն Սաբահեդինի գլխավորությամբ։ Հիմնական հարցը արտաքին միջամտությունն էր։ Սաբահեդինը կողմ էր արտաքին միջամտությանը, մինչդեռ Ահմեդ Ռիզան եւ նրա կողմնակիցները դեմ էին դրան։ Այստեղ հատկապես կարևոր է Սաբահեդինի անձը։ Նա Սուլթան Աբդուլհամիդի քրոջ որդին էր։ Նրա կարծիքը հարգված էր երիտուրքերի շրջանում, իսկ նրա կարգավիճակը կարևորություն էր տալիս ամբողջ գործընթացին։ Համաժողովում ընդունվեց հռչակագիր, սակայն հայերը այն չափազանց անորոշ համարեցին։ Համաձայնության չհասան Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի վերաբերյալ, որն անմիջականորեն վերաբերում էր կայսրությունում հայերի կարգավիճակին։ Արքայազն Սաբահեդինը փոխզիջում առաջարկեց, ճանաչել հայերի օրինական նկրտումները եւ իրականացնել լիբերալ բարեփոխումներ։ Փոխզիջումը ոչ մեկին չբավարարեց։ Հայկական պատվիրակությունը լքեց համաժողովը մինչև դրա ավարտը։ Այնուամենայնիվ, ընտրվեց նոր կենտրոնական կոմիտե, որի մեծամասնությունը կողմ էր Սաբահեդինին եւ ճկուն քաղաքականությանը, որը թույլ էր տալիս ավելի կոշտ քննադատել սուլթանին, այդ թվում հայկական հարցի մասով։ Կոնգրեսի որոշումները խորացրին ներքին պառակտումները։ Ձևավորվեց փոքրամասնություն Ահմեդ Ռիզայի գլխավորությամբ, որը մեղադրում էր մեծամասնությանը Եվրոպայի, ինչպես նաև հայերի եւ այլ խոշոր փոքրամասնությունների վրա չափազանց կենտրոնանալու մեջ։ Հենց այդ ժամանակահատվածում ձևավորվեց այն գաղափարական առանցքը, որը բնորոշեց երիտուրքերի քաղաքականությունը 1908-ից 1918 թվականներին։ Եթե հայերը օսմանցիների մտապատկերում որպես կանոն հնազանդ համայնք էին, ապա 20-րդ դարի սկզբից նրանց կերպարը սկսեց տրանսֆորմացվել։ Նրանք այլևս ընկալվում էին որպես քաղաքականապես մոբիլիզացված եւ պոտենցիալ թշնամական ուժ, որը վտանգ էր ներկայացնում իշխող խմբին։ 1902 թվականին երիտուրքական շարժման պառակտումից հետո արքայազն Սաբահեդինի շուրջ կենտրոնացված մեծամասնությունը չկարողացավ անմիջապես մշակել Սուլթան Աբդուլհամիդ II-ի ռեժիմի դեմ պայքարի արդյունավետ ռազմավարություն։ 1902-ից 1905 թվականներին գործնականում ակտիվ հեղափոխական գործունեություն չի ծավալվել, իսկ արքայազնը հազվադեպ էր հրապարակայնորեն խոսում կայսրությունում տիրող իրավիճակի մասին։
Այս պասիվության պատճառով ավելի ռադիկալ փոքրամասնությունը սկսեց արագորեն ազդեցությունը մեծացնել ինչպես Եվրոպայի ներկայացուցիչների շրջանում, այնպես էլ կայսրության ներսում։ 1906 թվականի վերջին Սաբահեդինի կողմնակիցների մասնակցությամբ Կահիրեում ստեղծվեց Օսմանյան Սահմանադրական լիգան, որի կազմում ընդգրկվեցին արաբ, թուրք, չերքեզ եւ հայ մտավորականներ։ Լիգան կողմ էր սահմանադրական բարեփոխումներին եւ զգուշացնում էր, որ զուտ թուրքական հեղափոխությունը կարող է թուլացնել եւ նույնիսկ ոչնչացնել պետությունը։ Հետևաբար հայերի հետ համագործակցությունը դիտվում էր որպես Օսմանյան կայսրության միասնությունը պահպանելու միջոց։ Սաբահեդինը կրկին շեշտեց հայերի հետ համաձայնության անհրաժեշտությունը, նրանց համարելով թուրք լիբերալների բնական դաշնակիցներ։ Նույն 1906 թվականին Միություն եւ Առաջադիմություն կոմիտեն պաշտոնական բանակցություններ սկսեց սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ։ Հանդիպումները տեղի ունեցան Փարիզում եւ դարձան երիտթուրքական շարժման ու հայ հեղափոխական միջավայրի միջև համագործակցություն հաստատելու ամենալուրջ փորձերից մեկը։ Բանակցություններին մասնակցում էին Ահմեդ Ռիզան, Բահայեդին Շաքիրը եւ Նազիմ Բեյը, իսկ հնչակյանների կողմից Համբարձում Բոյաջյանը եւ Ստեփանոս Սապահ Գյուլյանը։ Քննարկումը կենտրոնացած էր միասնական Օսմանյան պետության ներսում հայ բնակչության ապագայի, հնարավոր ինքնավարության, ապագա սահմանադրության բնույթի եւ արտաքին միջամտության թույլատրելիության վրա։ Սակայն բանակցությունների ընթացքում ի հայտ եկան խորը տարաձայնություններ։ Հայկական կողմը պահանջում էր լայն վարչական ինքնավարություն, մինչդեռ թուրքական կողմը պատրաստ չէր այն տրամադրել եւ կողմ էր միայն բանակցելու որոշակի բարեփոխումների շուրջ։ Կարևոր է նշել, որ 1905 թվականի հուլիսի 22-ը դարձավ Օսմանյան կայսրության ուշ շրջանի ամենակարևոր օրերից մեկը։ Հայ հեղափոխական դաշնակցության մարտիկները մահափորձ կատարեցին Աբդուլհամիդ II-ի դեմ։ Պայթյունը խլեց տասնյակ կյանքեր, սերմանելով վախ եւ քաոս, թողնելով բազմաթիվ վիրավորներ։ Չնայած մանրակրկիտ նախապատրաստությանը, սուլթանը հրաշքով ողջ մնաց։ Այս արձակումը ցնցեց կայսրությունը։ Պարզվեց, որ նույնիսկ հզոր սուլթանն էր խոցելի, եւ որ կազմակերպված ընդհատակյա ուժերը ի վիճակի էին մարտահրավեր նետելու գահին։ Շատերի համար դա ցնցում էր։ Իշխանության սահմանները խախտվել էին, իսկ անվտանգության զգացումը հոդս ցնդել։ Երիտթուրքերը երկակի զգացողություններ ունեին։ Մի կողմից նրանք դեմ էին Աբդուլհամիդի ռեժիմին եւ սպասում էին դրա տապալմանը, իսկ մյուս կողմից հայերի սուլթանին հեռացնելու փորձը ընկալվում էր որպես կայսրության ներքին կարգի նկատմամբ ոտնձգություն։ Հարկ է նշել, որ հայ հեղափոխական կուսակցությունների կազմակերպվածության բարձր մակարդակը մշտապես հիացմունք էր առաջացնում ինչպես թուրքական ընդդիմության շրջանում, այնպես էլ սիոնիստների, իդեմս Թեոդոր Հերցելի, ով մշտապես նշում էր, որ հայերից շատ բան կա սովորելու, մասնավորապես այդ կուսակցությունների ինքնակազմակերպման մակարդակը։ 1907 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած Օսմանյան ընդդիմության երկրորդ համագումարը միավորեց Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի, Դաշնակցության ներկայացուցիչներին ու Սաբահեդինի կողմնակիցներին։ Ծրագիրը նախատեսում էր կայսրության ամբողջականության պահպանում, սահմանադրության վերականգնում, արտաքին միջամտության մերժում եւ պայքարի օրինական եւ հեղափոխական միջոցների կիրառում։ Թեպետ երիտթուրքերը շատ պարզ ներկայացրել էին դաշնակցականներին իրենց դիրքորոշումը առ այն, որ հայկական կողմը անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու որևէ հույս չպետք է փայփայի։ Սակայն այնուամենայնիվ հայկական ուժերը որոշ տարաձայնություններով հանդերձ գնացին համագործակցության։ 1908 թվականի հուլիսին Մակեդոնիայում Սպաներ Նիազի եւ Էնվեր Բեյերի գլխավորությամբ զորքերը ապստամբում են։ Սուլթան Աբդուլհամիդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հաստատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով, Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում,
որից հետո սուլթանի իշխանությունը սկսում է կրել ձևական բնույթ։ Հուլիսի 24-ին սուլթանը վերականգնում է սահմանադրությունը, առաջացնելով զանգվածային էյֆորիա Ստամբուլում։ Մուսուլմաններն ու քրիստոնյաները ցնծում էին եղբայրության լոզունգները շուրթերին, իսկ Գրիգոր Զոհրաբի «Մեր ընդհանուր կրոնը ազատությունն է» կարգախոսը դարձավ հույսի խորհրդանիշ։ Հայկական կուսակցությունները տարբեր կերպ արձագանքեցին հեղափոխությանը։ Դաշնակցությունը ընտրեց ակտիվ համագործակցության ուղին, հավատալով, որ դա Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը փոխելու ամենաարդյունավետ եւ ռացիոնալ միջոցն է։ Կուսակցությունը լուծարեց իր գաղտնի կառույցները, համաձայնելով մասնակցել նոր գումարվող խորհրդարանին։ Այնուամենայնիվ, կազմակերպության ներսում դեռ թերահավատություն կար։ Մինչ ոմանք 1908 թվականը համարում էին ոսկե դարաշրջանի սկիզբը, մյուսները վախենում էին, որ երիտթուրքերը անկեղծ չեն քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրենց մտադրություններում։ Ֆիդայիներից շատերի համար, ում դեռ 3 հետապնդում էին, այս վիճակը բավականին տարօրինակ թվաց եւ որևիցե կերպ վստահություն չէր ներշնչում։ Իշխանության գալուց անմիջապես հետո Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի ներսում սկսեցին կարևոր տեղաշարժեր տեղի ունենալ։ Ազատությունը, հավասարությունը եւ եղբայրությունը իրենց տեղը սկսեցին զիջել ծայրահեղ ազգայնամոլությանը։ Այս տրամադրությունները սկսեցին արմատավորվել հասարակության մեջ եւ դրա շարժիչ ուժը սպաներն էին, ուսանողներն ու կայսրության պետական պաշտոնյաները։ Մայրաքաղաքային մամուլի ոճը նույնպես սկսեց նկատելիորեն փոխվել, համապատասխանելով հասարակական տրամադրություններին։ Նրանց նոր ուժ էր հարկավոր։ Այս ժամանակաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը Զիա Գյոքալփն էր։ Նա կարելի է ասել թուրք ազգայնականության հայրն էր, պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի գաղափարախոսը։ Հենց նրա աշխատություններն ու ելույթներն են, որ ոգեշնչել են օսմանցիներին։ Նա ազգային արժեքները վեր էր դասում կրոնականից։ Նրա համար ազգային ինքնությունը գերակա արժեք էր։ Սա զգալիորեն տարբերվում էր օսմանցիների իսլամական քաղաքականությունից։ Նա ոգեշնչեց ոչ միայն հասարակությանը, այլև շատ արագ ընդգրկվեց Միություն եւ Առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեում, ըստ էության դառնալով իշխող էլիտայի նոր գաղափարախոսը։ Արդյունքները տեսանելի դարձան 1909 թվականին։ Իշխանության գալուց ընդամենը 1 տարի անց, 1909 թվականին, Կիլիկիայի սրտում, Ադանա քաղաքում սկսվեցին ջարդեր, որոնք 30,000 հայերի կյանք խլեցին։ Դաժանություն, որը չէր զիջում Արուն Արբու սուլթան Աբդուլհամիդի ժամանակներին։ Փոքր Ասիայի հարավ-արևելյան մարգարիտը պատվեց կրակով եւ մոխրով։ Թիրախը հայկական թաղամասերն էին, քաղաքի կենտրոնական թաղամասերը, որոնք նկատելիորեն բարգավաճ էին եւ իրենց զարգացվածությամբ ու քաղաքաշինության մակարդակով տարբերվում էին քաղաքի մուսուլմանական թաղամասերից։ Ջարդերի դաժանությունը ցնցեց արևմտյան եւ նույնիսկ օսմանյան մամուլը։ Հայ հասարակությունը եւ խորհրդարանի անդամները սպասում էին Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի արձագանքին։ Արձագանքը բնականաբար կրում էր միայն ձևական բնույթ։ Ստեղծվեց հանձնաժողով հանցագործությունը հետաքննելու համար։ Կարևոր է նշել, որ մահապատժին ենթարկվեցին ոչ միայն թուրք, այլ նաեւ չակերտավորացված հայ հանցագործները։ Ընդ որում, եթե որոշ թուրքեր դատապարտվեցին հայերի վրա հարձակվելու համար, ապա հայերը դատապարտվեցին բացառապես պաշտպանվելու համար։ Ադանայից հետո եղբայրության, ազատության եւ հավասարության հույսը վերջնականապես մարեց։ Միաժամանակ սկսվեց կոմիտեի վերակազմավորման գործընթացը։ 1911 թվականի հոկտեմբերին Սալոնիկում փակ դռների ետևում տեղի ունեցավ Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի համագումարը։ Սա քաղաքական գործիչների հերթական հանդիպում չէր։ Սա ռազմական խորհուրդ էր, որտեղ ստորագրվեց հին կայսրության մահվան դատավճիռը։ Մեծ Բրիտանիայի դեսպան Սըր Ջերարդ Լոութերի գաղտնի հաղորդագրությունները Լոնդոն թույլ են տալիս պատկերացում կազմել տեղի ունեցածի վերաբերյալ։
Կոնգրեսի գլխավոր գաղափարախոսը կենտրոնական կոմիտեի անդամ Զիա Գյոքալպն էր։ Հենց նա էր, որ վերջնականորեն եւ հստակ վերջ դրեց պատրանքներին։ Օսմանիզմի եւ բոլոր ժողովուրդների հավասարության քաղաքականությունը կեղծիք էր, որը ձախողված ճանաչվեց։ Կոնգրեսի եզրակացությունները անբեկանելի էին, որոնք էլ դրեցին ապագա աղետների հիմքը։ Թուրքական հրամայականը պետությունը փրկելու միակ ճանապարհը թուրքական տարի բացարձակերակշռումն է։ Վերջնական որոշում քրիստոնեական փոքրամասնությունները կամ պետք է ասիմիլացվեն, կամ ոչնչացվեն։ Կարելի է արձանագրել, որ 1911 թվականի հոկտեմբերից երիթուրքերը վերջնականապես ընդունեցին եւ որդեգրեցին պանթուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսությունը։ Իսկ հայոց ցեղասպանության նախապատրաստումը նրանց պետական ռազմավարության կարևոր մասն էր։ Մինչ Ստամբուլում հայ առաջնորդները դեռևս հավատում էին օրենքի գերակայությանը, Սալոնիկում գործի էր դրվել համակարգը, որի համար օրենքը անհարկի խոչընդոտ էր կայսրությունում էթնիկ զտում իրականացնելու համար։ Էնվերի գլխավորությամբ մի խումբ սպաներ գրոհում են կառավարության շենքը, բարձր դուռը, լսվում են կրակոցներ։ Ռազմական նախարար Նազիմ Փաշան մահացած ընկնում է բոլորի աչքի առաջ։ Այդ օրվանից սկսվում է եռամիասնության արյունալի ժամանակաշրջանը։ Էնվերը, Թայլաթը եւ Ջեմալը վերջնականապես զավթում են կուսակցությունն ու իշխանությունը։ Պետական ապարատը, կոմիտեի անդամների մեծամասնությունը եւ օսմանյան թերթերը ողջունում են եռյակին։ Նրանք զինվորականներ էին, նոր ազգայնական գաղափարախոսությամբ եւ խոստանում էին, որ թուրքերի նախկին փառքը կվերականգնվի։ Իսկ ինչպիսին էր նրանց վիճակը, ովքեր տասնամյակներով լինելով տարագրված Փարիզում նախապատրաստում էին այս հեղափոխությունը։ Շարժման գաղափարախոսները պետք չէին նոր ռազմական մեքենային։ Ահմադ Ռեզան, որը զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը, հեռացվել էր իշխանության իրական լծակներից 1913 թվականից դեռ շատ առաջ։ Շարժումը, որը սկիզբ էր առել որպես սահմանադրական բարեփոխման նախագիծ, վերածվել էր դաժան բռնապետության։ Օրենքի գերակայությանը ապավինող Ռեզան չընդգրկվեց նրանց նեղ շրջանակում։ Նրա հեռանալը խորհրդանշում էր լիբերալ թևի պարտությունը կոմիտեի ներսում։ Ավելի խոսուն է լիբերալ ընդդիմության առաջնորդ եւ իշխող տոհմի ներկայացուցիչ Արքայազն Սաբահեդինի ճակատագիրը։ Նա հետևողականորեն հանդես էր գալիս հոգուտ ապակենտրոնացման եւ գավառների իրավունքների ընդլայնման։ Աճող ազգայնականության պայմաններում նրա գաղափարները որակվեցին որպես պետության միասնությանը սպառնացող վտանգ։ Սաբահեդինը դարձավ օտար յուրայինների մեջ։ Ձերբակալության սպառնալիքի տակ նա լքեց երկիրը իր կյանքի մնացած մասն անցկացնելով աքսորում։ Փաստորեն երիթուրքերի Փարիզի ամբողջ շրջանակը զրկվեց ղեկավարման հնարավորությունից, որոնք հետագայում կամ փոխարինվեցին, կամ վերացվեցին։ Պատմության այս արյունալի գլուխն ամփոփելիս մենք պետք է զերծ մնանք այն վտանգավոր մոլորությունից, որ եթե հանկարծ այդ հեղափոխականները չփոխարինվեին, ապա կարող էր այս ամենը ունենալ ամբողջությամբ այլ ելք եւ այլ ավարտ։ Այն, ինչը սկիզբ էր առել որպես սահմանադրական եղբայրություն, պատահաբար չստացավ այդ ընթացքը։ Երիթուրքերի վերածվելը դաժան եւ ծայրահեղական միավորի ուղղակի քաղաքական շեղում չէր։ Դա ժամանակի թուրքական վերնախավի եւ հասարակության զգալի մասի իրական պահանջի արտացոլումն էր։ Կայսրությունը կորցնելով տարածքներն ու վերահսկողությունը, փնտրում էր նոր ինքնություն եւ այն գտավ ագրեսիվ պանթուրքիզմի մեջ։ Այդ ժամանակ հայ հասարակությունը իր առաջնորդների գլխավորությամբ եւ բնականաբար նրանց պատճառով գտնվում էր խոր ապակողմնորոշման եւ մեծ պատրանքների մեջ, որոնք դեռևս հավատում էին հավասարությանը, ազատությանը եւ եղբայրությանը, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեր հասարակությունը մեր սեփական վերնախավի կողմից գտնվում է այդ խոր ապակողմնորոշման եւ ապատեղեկատվության դաշտում։ Այս պատմությունը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ողբերգական կարող է լինել ցանկալի ընդունումը որպես իրականություն։ Ինչ է կարծում, այսօր եւ այս պայմաններում արդյոք հնարավոր է խաղաղություն, թե ոչ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։
Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։